վարչաբենդի համերգին, որը հանրության մեջ մեծ ռեզոնանս առաջացրեց, հիմնականում զայրույթ, գիտախ, ծաղր, իսկ սա մեծ հաշվով քաղաքական տեխնոլոգիա է։ Ինչու, որովհետև իշխանությունները ցանկանում են, որ ցույց տան, որ այս մարդիկ երջանիկ են եւ ոչ թե դժբախտ։ Ինչու, որովհետև եթե մարդիկ դժբախտ են, նվաստացած, պարտված, ջարդված, բնականաբար հաջորդ հարցը լինելու է, թե ում պատճառով է։ Իսկ եթե մարդիկ երջանիկ են, ում շնորհիվ են երջանիկ։ Այսինքն սա տեխնոլոգիա է ընդհանրապես։ Մարդկանց համոզել, որ դուք տեղյակ չեք, դուք երջանիկ եք, կամ եկեղեցին կենթարկվի ինձ, կամ եկեղեցին որպես համակարգ ես կքանդեմ։ Հաստատի ստացվել է այնպես, որ եկեղեցին առայժմ գործնականում միայնակ, բայց դեռևս դիմադրում է եւ ամուր է։ Այո, քաղաքական ուժերը հույս ունեն, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը հեռանալու է իշխանությունից։ Ոչ հարգելի լինելս, Նիկոլ Փաշինյանը ընտրություններով չի հեռանում։ Նա հեռանալու է այնպես, ինչպես եկել է իշխան։ Իսկ նա ընտրություններով չի եկել իշխան։ Նա իշխանության եկել է համաժողովրդական պայքարի, փողոցային պայքարի ալիքի վրա։ Հարգելի լինելս, ձեր վարկանիշով բարձրացնում եք, որ ինչ անեք։ Անիմաստ է դա, եթե դուք չեք կարողանալու փողոցով քայլել եւ ձեր հետևից 10,000 հոգի գա։ Եթե կարողանում եք հիմա դիմադրության շարժում կազմակերպել, ինչ որ բան կստացվի։ Չեք կարողանում, ուրեմն պայքարեք երկրորդ, երրորդ տեղի համար, ապագա խորհրդարան, բայց շատ չողոքեվորվեք, որտեղ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նախ անդրադառնալ վերջին օրերի առանցքային իրադարձություններից մեկին, այսպես կոչված վարչաբենդի համերգին, որը հանրության մեջ մեծ ռեզոնանս առաջացրեց, հիմնականում զայրույթ, գիտախ, ծաղր, շատ իզուր իմ կարծիքով, որովհետև դրա վրա այդպես շատ կենտրոնանալ պետք չէր եւ այնքան էլ անսպասելի չէր դա։ Ի վերջո, եթե հիշում եք, Օրուելի հայտնի 1984 վեպում այնտեղ կար երջանկության նախարարություն եւ հիմա իշխանությունները փորձում են մոտավորապես այդպիսի մի բան ստեղծել, ցույց տալու համար, որ ահա տեսեք ինչ երջանիկ է մեր հասարակությունը։ Անձինք այստեղ կապ չունեն ընդհանրապես։ Նրանք, ովքեր երջանիկ, պարում էին, ցատկոտում էին այդ հնչյունների, դա գուցե նրանք իսկապես էլ անկեղծորեն էին երջանիկ, ինչու պիտի երջանիկ չլինեն, պատահաբար չգիտես որտեղից հայտնվել են իշխանության, վայելում են կյանքը եւ այլն, խնդիրը նույնիսկ դա չէ, այնտեղ ինչ որ նախարարուհի էր պարում, բավականին լավ էր պարում ինչ այլոց, իհարկե նա կցանկանար այնտեղ չլինել, չպարել, որովհետև շատ լավ գիտեր, հասկանում էր, որ դրանից հետո ինքը սոցցանցերում, լրատվամիջոցներում ընդհանրապես շատ բացասական գնահատականների արժանանալու լավ կլիներ չգնալ այնտեղ, բայց ինքը որոշել էր, որ այնտեղ գնալը դուր կգա իր շեֆին, վարչապետին եւ դա իր ընտրությունն էր։ Որոշել էր, որ այո, դե ոչինչ, թող այդպիսի արձագանքը բացական լինի, կարևորը վարչապետը կհավանի դա եւ այսինքն իր առաջնահերթությունը դա է, ոչ թե իր կարգավիճակը կամ աշխատանքը կամ այլ վարչապետին մոտ լրացուցիչ միավորներ հավաքելը, ընդհանրապես կառավարման համակարգում այդպես է։ Օրինակ պաշտպանության նախարարը, երբ բանակի գնդերեցների այդ համակարգը վերացրեց, հոգևոր ծառայությունը բանակում փաստացի վերացրեց, դա ոչ էր առաջնորդվում այն հարցով դա բանակին օգուտ է թե օգուտ չի։ Դա առաջնորդվում է նրանով դա վարչապետին դուր կգա, թե դուր չի գա։ Դա հաշվարկել էր, որ դուր կգա, այդպես արեց։ Ընդհանրապես պրոբլեմը սա է։ Ավելի լուրջ պրոբլեմ է, այդ անձինք կապ չունեն հիմա վաղը Նիկոլ Փաշինյանը վարչաբանդի փոխարեն ենթադրենք նարդու փառատոն կկազմակերպի կամ չգիտեմ չլիկ դաստա, այդ նույն մարդիկ նարդիները դրած թևերի տակ գնալու են այդ նույն ձևի երջանիկ դեմքերով, իշխանությունը փոխվի, հաջորդ իշխանության ժամանակ էլ են այդպիսի մարդիկ լինելու այդ նույն եռանդով գնալու են, որպեսզի շեֆին դուր գան, դրա շնորհիվ իրենց տեղը ամրապնդեն իշխանական համակարգում եւ այլն եւ այսպես շարունակ։ Իսկ սա մեծ հաշվով քաղաքական տեխնոլոգիա է։ Ինչու, որովհետեւ իշխանությունները ցանկանում են ցույց տալ այդպիսի միջոցառումներով, որ մեր հասարակությունը ոչ թե
պարտված, ջախջախված, կոտրված, հուսալքված, նվաստացած է իր գործունեության արդյունքում, այլ երջանիկ է, տեսեք, դրա համար էլ թվային տվյալները անընդհատ ներկայացնում են, չէ՞ լայնորեն լուսաբանում են այդ վարչաբենդը, չգիտեմ, հաշվում են քանի հոգի մասնակցեց ֆեստիվալներին, չգիտեմ, կոնկրետ քանի հոգի մասնակցեց, ասենք, տոնատարի լույսերը վառելու արարողությանը եւ այլն։ Որ ցույց տա, որ այս մարդիկ երջանիկ են եւ ոչ թե դժբախտ։ Ինչու՞, որովհետեւ եթե մարդիկ դժբախտ են, նվաստացած, պարտված, ջարդված, բնականաբար հաջորդ հարցը լինելու է, թե ում պատճառով է այդ վիճակում։ Իսկ եթե մարդիկ երջանիկ են, հակառակ հարցն է առաջանում, ում շնորհիվ են երջանիկ, ով է իրենց տվել այսքան ուրախ կյանքը։ Եվ քանի որ այդ պատասխանի դեպքում ակնկալվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա էլ չի կարող այդ առիթը բաց թողնել, պետք է անպայման իրադարձությունների կենտրոնում լինի, դրա համար գնացել անձամբ կենտրոնում, այդպես ինքը թմբուկ է զարթ։ Այսինքն սա տեխնոլոգիա է ընդհանրապես, մարդկանց համոզել, որ դուք տեղյակ չեք, դուք երջանիկ եք, այսինքն այն ինչ որ եղել է անցյալում է մնացել, պարտություն, նվաստացում, հայրենիքի կորուստ եւ այլն, այդ մոռացեք։ Այդ դուք երջանիկ եք, չեք հավատում, տեսեք, իսկ ում շնորհիվ եք երջանիկ, ահա նա կենտրոնում լուսարձակների տակ թմբուկ է նվագում։ Սա առաջին հարցը, երկրորդ իրադարձությունը, որ շատ կարևոր տեղի ունեցավ, այդ քրեական գործեր հարուցվեցին եւ 6 եպիսկոպոսների նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բնակավայրից չբացակայելը։ Նպատակը հասկանալի էր, որպեսզի Վիեննայում նախատեսված եպիսկոպոսական ժողովին չկարողանան մասնակցել, որ չկարողանան երկրից դուրս գալ, սա հասկանալի էր, ակնհայտ էր եւ հիմա բոլորովի իհարկե գնահատականները հայտնի են, խայտարակություն, աննախադեպ, չգիտեմ, բռնապետություն, այո, աննախադեպ էր այն իմաստով, որ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ այդպիսի բան մինչև հիմա չէր կիրառվել, բայց մեծ հաշվով որպես գործելակերպ այնքան էլ աննախադեպ չէր, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր գործունեության տրամաբանությունը չի փոխում։ Այնպես ինչպես 18 թվականին օրինակ ասել էր, հիշում եք, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, այսինքն պետական համակարգ չի ունենա, հետապար պետություն չի ունենա։ Սա սովորական շանտաժ, հիմա նույն ձևով, ասում եք, կամ եկեղեցին կենթարկվի ինձ, կամ եպիսկոպոսատ ժողովուրդը իմ ցանկացած որոշումները կընդունի, կամ այդ ժողովը չի կայանա։ Ավելի լայն հաշվով, կամ եկեղեցին կենթարկվի ինձ, կամ եկեղեցին որպես համակարգ ես կքանդեմ։ Այսինքն սա այդքան էլ աննախադեպ չի, որպես ընդհանուր գործունեության սկզբունք։ Այլ հարց է, որ իհարկե խնդիրը միայն եպիսկոպոսատ ժողովը չէ, որովհետև տեսականորեն կարելի է ժողովը նաև առցանց անել օնլայն, եւ այդ դեպքում այդ բնակարից բացակայելու արգելքը չի խոչընդոտի դրան, իհարկե գուցե այդ դեպքում իշխանությունները անհեթեթությունը շարունակեն, հիմա էլ գնան, չգիտեմ, նրանց ինտերնետը անջատեն կամ համակարգիչները արգրավեն, կամ ինչպես իրենք են սիրում ասել, վերադարձնեն ժողովրդին, այդպես է չէ, նրանք որ մի բան վերցնում են, ասում են վերադարձնում են ժողովրդին։ Կամ չգիտեմ, հայտարարեն, որ այդ նրանց եպիսկոպոսների սմարթֆոնները հիբրիդային պատերազմի գործիք են, նրանք էլ հավաքեն, մի խոսքով, այս աբսուրդը, բայց անկախ նրանից սա դրսից է թելադրված, թե իշխանությունները իրենք են իրենց նախաձեռնությամբ դիմադրության օջախները պոտենցիալ օջախ վերացնում, նկատի ունեմ եկեղեցին, բայց փաստն այն է, որ դա տեղի ունենում հասարակությունը կամաց սովորում է դրան, կամաց սովորում է, որ հաջորդը կլինի ամենայն հայոց կաթողիկոսը, այդ նույն խափանման միջոցների իր նկատմամբ կկիրառվեն եւ հասարակությունը արդեն դրան սովորած կլինի։ Եվ եկեղեցին էլ դիմադրում է առայժմ փաստացի միայնակ, չի ասում, այն դեպս կաթողիկոսը չի ասում, չի պատրաստում ասել Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, եւ եկեղեցին դիմադրում է փաստացի միայնակ, որովհետև ընդդիմադիր քաղաքական ուժերը այս հարցում շատ պասիվ են, նրանք էլ քաղաքականության ընտրությունների են նախապատրաստում, ինչ են շատ պասիվ, որովհետև այնքան ինչքան իշխանությունների այդ օրակարգն է, եկեղեցին բարենորոգելու, ինչքան դա կապ ունի եկեղեցու հետ հավատքի հետ,
այնքան էլ ընդդիմության այդ եկեղեցին իբր թարդակումներից պաշտպանելը կապ ունի եկեղեցու եւ քրիստոնեական արժեքների հետ։ Ինչպես իշխանություններն են քաղաքական նկատառումներով հարձակում եկեղեցու վրա, այնպես էլ ընդդիմադիր ուժերն են այդ եկեղեցին կամ պաշտպանում կամ չեն պաշտպանում։ Հաստատի ստացվել է այնպես, որ եկեղեցին առայժմ գործնականում միայնակ, բայց դեռևս դիմադրում է եւ ամուր է։ Սա կարծում եմ բավականին կարևոր է։ Այո, քաղաքական ուժերը նախապատրաստվում են ընտրություններին, զբաղված են ինչ-որ հանդիպումներով, տեսահոլովակներ են նկարում, քարոզչական ելույթներ են ունենում, խոսում են, ինչ-որ բաներ են անում եւ տպավորում է կարծես նրանք ուզում են ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության։ Հույս ունեմ, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը հեռանալու է իշխանությունից։ Ոչ հարգելիներս, Նիկոլ Փաշինյանը ընտրություններով չի հեռանում։ Նա հեռանալու է այնպես, ինչպես եկել է իշխանության։ Իսկ նա ընտրություններով չի եկել իշխանության։ Նա իշխանության եկել է համաժողովրդական պայքարի, փողոցային պայքարի ալիքի վրա։ Այդպես էլ հեռանալու է։ Մարդկության պատմության ընթացքում հայտնի է մի դեպք, որ ինչ որ մեկը փաստացի ուժով վերցնի իշխանությունը, հետո ընտրությունների միջոցով հանձնի իշխանությունը։ Կարող եք այդպիսի գոնե մի օրինակ բերել։ Չէ, այդպես չի լինում։ Իսկ ընդդիմությունը հիմա պատրաստվում է, որ հիմա մենք գնալու ենք, քննարկում են, թե ոնց ենք համագործակցելու իրար հետ, կամ հետո ինչ ենք անելու, ինչպես ենք համագործին, ում հետ, ոնց ենք բանակցելու, փորձում է ամեն մեկը իր ձևով ինչ-որ իր վարկանիշը բարձրացնել, հարգելիներս ձեր վարկանիշը բարձրացնում եք, որ ինչ անենք։ Գյումրիի ավականու ընտրություններից առաջ, ես նույն եթերից մեկը ես ասել եմ, էլի մարդիկ են ասել, որ գիտեք, այնտեղ ընդդիմությունը իրականում փաստացի պայքարում է ոչ թե քաղաքապետի պաշտոնի համար։ Այդ փաստացի պայքարում է նրա համար, թե ով է հայտնվելու բանտում այդ ընտրություններից հետո։ Այդպես էլ եղավ, ընդդիմությունից հաղթեց Վարդան Ղուկասյան եւ որտեղ է նա հիմա։ Նա քաղաքապետարանում է, չէ, նա բանտում է։ Հիմա նույնն էլ այս դեպքում է լինելու, եթե մտածում են, որ մենք կգնանք, այսպես տարբեր ուժերով կմտնենք խորհրդարան, այնտեղ ինչ-որ կհամագործակցենք իրար հետ, բոլորս կմիանանք, չէ, այդպես չի լինելու։ Նույնն է կատարվելու։ Ես ինչ եմ ասում, հիմա պիտի Նիկոլ Փաշինյանը հեռանալու է այնպես, ինչպես եկել է։ Դա ընդդիմություններով չի։ Ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք կարող են այնպիսի միտք գեներացնել, այնպիսի խոսք ասել, որ դուրս գա փողոց մեկը, իր այդ խոսքը ասի, ուղղակի քայլի, իր ետևից 10,000 հոգի կքայլեն, լավ, սկզբի համար 5,000 հոգի, 3,000 հոգի։ Կա այդպիսի մեկը, կլինի այդպիսի մեկը, կստացվի դա, չի լինի այդպիսի մեկը, ուրեմն ընտրություններով Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու։ Մոռացեք, ընտրություններով հեռանում են նրանք, ովքեր եկել են ընտրություններով։ Սա քաղաքականության աքսիոմն է, այլ օրինակներ պարզապես չկան։ Հիմա ընդդիմությունը կարող է օրինակ լիդերները հավաքվել մի սենյակում, փորձել մշակել այն խոսքը, այն ասելիքը, այն միտքը, այն գաղափարը։ Եվ իրենք իրենց մեջ կազմել են մարդկանց ցուցակը, որ այդպես մի 7% դուրս գան փողոցով քայլեն, 10,000 հոգի իրենց հետևից կքայլի։ Կարող են գտնել անել դա։ Եթե կարող են, ամեն ինչ լավ կլինի, եթե չէ, ինչքան ուզում եք ձեր վարկանիշը բարձրացրեք։ Ինչքան ուզում եք բարձրացրեք։ Եթե իշխանությունը տեսնեն շատ է բարձրացել, բարձրապես արգելելու են այդ ուժի մասնակցությունը։ Ուղղակի արգելելու են։ Եթե չհաջողվի, մտեք խորհրդարան, ինչ պիտի անեք։ Հակառակ իշխանությունը կասեն, տեսեք ինչ ժողովրդավարական երկիր է, նույնիսկ կարիք էլ չկար արգելել որևէ մեկի մասնակցություն ընտրությունները, այսպես սիրուն, հանգիստ, ժողովրդավարական բաստիոնում ընտրություններ կազմակերպեցինք, օրինակ էլի արդյունքում պահպանեցինք մեր իշխանությունը, ապացուցեցինք ամբողջ աշխարհին, որ այո, մեր հասարակությունը համակերպվել են ամեն ինչ, ինչ մենք ենք ասում, իր համար կարևորը երջանկությունն է, խաղաղություն, բան, այդ ամեն ինչը, ինչ պահանջենք կտանք,
Խոսքով, ինչ որ ասում ենք, տեսեք ճիշտ է, մենք ենք, սա է իրական Հայաստանը, մնացածը հիբրիդային պատերազմի, չգիտեմ, գործիքներ են, SN-ն է, եւ մենք դա ապացուցում, սա է լինելու։ Այնպես որ իզուր տեղ է ձեր, չգիտեմ, նախընտրական այդ քարոզչությունները, տարբեր այսպես PR կամպանիաների միջոցով այդ գեներացվող վարկանիշ բան։ Անիմաստ է դա, եթե դուք չեք կարողանալու փողոցով քայլել եւ ձեր հետևից 10,000 հոգի գա։ Կարծում եմ հիմա ընդդիմությունը դա պիտի անի, պիտի հավաքվեն միսեին, ոչ թե ամեն մեկ փորձին հաստատվել, ասել, գիտեք, այ ընտրություններից հետո ինձ այսքան փայլ, քեզ այդքան փայլ։ Անիմաստ խոսակցություններ են, անիմաստ։ Եթե կարողանում եք հիմա դիմադրության շարժում կազմակերպել, ինչ որ բան կստացի։ Եք կարողանում, ուրեմն պայքարեք երկրորդ, երրորդ տեղի համար ապագա խորհրդարան, բայց շատ չոգևորվեք, որտեղ մեկ էլ տեսար Վարդան Ղուկասյանի ճակատագրին արժանացակ, առավել ևս որ իշխանությունները չեն թաքցնում, որ բոլորի նկատմամբ նման միջոցներ կարող են կիրառել եւ իրենց կարմիր գծերը վաղուց չնչված են։ Ինչևէ, այսօր այսքանը կհանդիպենք։